Բռնակարգի նահատակները, հայ եկեղեցու քահանաներ։ Գրիգոր Ավագ քահանա Տեր Գրիգորյան, Ստեփան քահանա Ավետյան, Արիստակես քահանա Խաչատրյան, Կարապետ քահանա Մինասյան, Դավիթ քահանա Տեր Ավագյան, Եղիշե քահանա Քերոփյան, Մաթևոս քահանա Տեր Բարսեղյան, Գրիգոր քահանա Հակոբյան։ 1930-ից 1936 թվականներին բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնադատվել է 109 քահանա։ Ընդհանուր առմամբ մինչև 1938 թվականը սովետական Հայաստանում բռնադատության է ենթարկվել 148 հոգևորական։ Նրանց նկատմամբ արձանագրվել է 209 բռնության դեպք, բանտարկություններից մինչև խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Հիմնական մեղադրանքը հակախորհրդային ագիտացիան էր, ազգայնականությունը և հակահեղափոխականությունը։ Մկրտիչ քահանա Տեր Կիրակոսյան, Գևորգ քահանա Տեր Ավետիսյան, Ռուբեն քահանա Սարգսյան, Մարտիրոս քահանա Տեր Հովանիսյան, Արսեն քահանա Տեր Պետրոսյան Պողոսյան, Հովանես քահանա Տեր Մինասյան, Մինաս քահանա Տեր Մինասյան։ Եկեղեցականների դեմ հարուցված կեղծ քրեական գործերն ու շինծու մեղադրանքները բացահայտվել են տարիներ անց։ Բոլոր բռնադատվածներն արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով։ Բարսեղ քահանա Տեր Բարսեղյան, Գարեգին քահանա Սարգսյան, Եղիշե քահանա Տեր Ավաքյան, Աշոտ քահանա Տեր Ավդալյան, Ներսես քահանա Ներսեսյան, Մամբրեբ քահանա Մելիք Ադամյան, Հարություն քահանա Տեր Պողոսյան։ Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում։ Նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի Սուրբ Պատարագին 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին։ Հայ եկեղեցին բոլշևիզմ է տեսել և ապրել։